Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պայմանավորված իրավիճակով առավել հետևողականորեն աշխատում է մերձավոր արևելքում գտնվող բոլոր հայ համայնքների հետ, այս պարագայում գործարկելով նաև բոլոր հնարավոր միջոցները, ինչու եմ սա նշում, որովհետև Իրանի կոնկրետ հետ կապված կապի եւ թե ինտերնետ կապի, թե հեռախոսակապի խափանումներ են շատ հաճախ լինում, բայց այսօրվա դրությամբ ցամաքային սահմանով մենք ունենք մեկ իրանահայ, որը ժամանել է Հայաստան, եւս մեկ հոգի ժամանել է 3 եւ ըստ ստացված տեղեկատվության ռազմական գործողությունները հիմնականում թիրախային են, այսինքն հենց լինում են ռազմական կետերին հարվածները եւ հայերի շրջանում այս պահի դրությամբ զոհերի կամ տուժածների մասին որևէ տեղեկատվություն չկա։ Մեր գրասենյակը նաև օրեր առաջ գործարկել է թեժ գիծ, որին այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 30 զանգ։ Զանգերը հիմնականում էմիրություններում գտնվող մեր քաղաքացիներն են, որոնք հիմնականում ուզում են տեղեկատվություն ստանալ ավիաչվերթների վերաբերյալ, դա հիմնականում ուսման կամ այլ նպատակներով այնտեղ գտնվողներն են կամ հարազատները, որոնք որ նորից ուզում են իմանալ ընդհանուր առմամբ իրավիճակի մասին։ Ինչ վերաբերում է այլ կրկին, այսպես ասած, վտանգավոր գոտիներում գտնվող մեր հայ համայնքներին, բոլորի հետ նորից հետևողականորեն կապի մեջ ենք, Իսրայելում հայերը հիմնականում տներում են կամ ապաստարաններում, Քուվեյթում, Բեյրութում, մյուս գոտիներում եւս, այսպես ասած, նույն իրավիճակն է։ Հիմնականում երբ շփումները լինում են, այստեղ մեր կողմից հնարավոր ցուցումներ ենք տալիս, այսինքն ինչպես ապահով լինեն եւ այս պահի դրությամբ դեռ հետեւողականորեն փորձում ենք իրավիճակին հետևել ու հասկանալ ինչ է լինելու։ Այսօրվա դրությամբ բոլոր վտանգավոր գոտիներում հայերի մասին, զոհերի կամ տուժածների ոչ մի տեղեկություն չկա։ Ինչ վերաբերում է սահմանին, կապը պահում ենք նաև ընդհանուր ցամաքային սահմանին մեր այնտեղի գործընկերների հետ եւ կուտակումների մասին եւս որևէ ինֆորմացիա չկա։